Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր երիտքաստի ոդքասթների շարքը եւ այսօր մեր հյուրն է շրջանակաձև տնտեսության մասնագետ, տնտեսագիտության թեկնածու Գայանե Գաբրիելյանը։ Բարև ձեզ Տիկին Գաբրիելյան։ Ողջունում եմ Համլետ ջան։ Տիկին Գաբրիելյան, դուք որոշ շրջանում եղել եք շրջակա միջավայրի փոխնախարար, բայց շատերը ովքեր ձեզ ճանաչում են, գիտեք, որ դուք բավական լավ մասնագետ եք եւ թե եղել եք մասնավոր ոլորտում, հասցրեցիք նաեւ որոշակի չափով լինել պետական ոլորտում եւ շատերին հետաքրքրում է թե հիմա դուք ինչ զբաղվածություն ունեք։ Շնորհակալ եմ հարցի համար, բայց պետք է ասեմ, որ ես 15 տարի եղել եմ պետական կառավարման ոլորտում 2009 թվականից եւ այդ ժամանակ դեռ սովորում էի հենց պետական եւ մունիցիպալ կառավարում։ Իմ մասնագիտությունը հենց պետական կառավարումն է, որտեղ ես ավարտել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը եւ ունեմ հենց այդ կրթությունը։ Բացի դրանից ես նաեւ հասցրել եմ իրավագիտությունը ավարտել եւ այս տարի ավարտեցի նաեւ Սթենֆորդի համալսարանը։ Մասնավոր ոլորտը եղել է մինչև 2009 թվականը, որտեղ երբ ես մուտք գործեցի արդեն պետական կառավարման համակարգ, այլևս չեմ զբաղվել մասնավոր գործունեությամբ։ Այլ բան է, որ ես երկար տարիներ զբաղվում եմ դասախոսություններով, Հայաստանի գրեթե բոլոր համալսարաններում դասախոսել եմ եւ արդեն 3 տարի դասախոսում եմ Չինաստանում, Նյու Յորքում եւ Բրյուսելում։ Իմ գործունեությունը հիմա պայմանավորված է շրջանակաձև տնտեսության գործունեության տարածման, ինչը որ ես նաև անում եմ շրջակա միջավայրի նախարարությունում, ինչը ես նաև անում եմ էկոնոմիկայի նախարարությունում, ինչը նաև ես անում եմ ֆինանսների նախարարությունում։ Ֆինանսների նախարարությունում մենք սկսել էինք դա անել 2012 թվականին կանաչ կայուն գնումների տեսքով, գնումների պետական գնումների համակարգի անցումը դեպի շրջանակաձև տնտեսության ամենակարևոր կոմպոնենտ կանաչ ֆինանսներ։ Էկոնոմիկայի նախարարությունում ես դա անում եմ, երբ որ մենք մշակում ենք պետություն մասնավոր գործընկերություն օրենքը եւ հանրային ներդրումների օրենքը, որոնք երկուսն էլ փայլուն ռեֆորմներ էին եւ IMF-ի կողմից գրանցված են իբրես լավագույն ռեֆորմներ Հայաստանում, եւ այնտեղ մենք եւս զբաղվում ենք կանաչ ներդրումներով եւ շրջակա միջավայրի նախարարությունում ես արդեն համատեղ ֆինանսների նախարարության հետ հասանք նրան, որ մենք հաստատեցինք ռազմավարությունը կանաչ տնտեսության, կանաչ գնումների եւ անցմանը եւ մենք մի քանի խոշոր ծրագրեր արեցինք Եվրամիության հետ Eastern Partnership-ի շրջանակներում Հայաստան, Մոլդովա, Վրաստան, Ուկրաինա, կային նաև Ռուսաստանը եւ Բելարուսյան, բայց հայտնի դեպքերի պատճառով նրանք դուրս են մնացել Eastern Partnership-ի հետ համագործակցության բանից, կա նաև հարևան մի պետություն, որտեղ ես նաև բորդի անդամ եմ եւ որպես բորդի անդամ նաև ես շատ էի խրախուսում կանաչ ֆինանսներ, կանաչ գնումներ, կանաչ ներդրումների ներթափանցումը շրջակա միջավայր, որովհետեւ ես միշտ ասել եմ եւ ասում եմ, որ բնապահպանությունը այլևս միայն բնության մասին չէ, բնապահպանությունը եռակողմ համագործակցություն է ֆինանսների տնտեսության հետ եւ միայն այդ դեպքում կարող է պետությունը գնալ առաջ եւ հասկանալ բնապահպանության, էկոնոմիկայի եւ ֆինանսների կարեւորությունը միասնության մեջ։ Տիկին Գաբրիելյան, քանի որ դուք վերջին շրջանում նաև եղել եք շրջակա միջավայրի փոխնախարար ու հիմա, ինչպես բոլորս գիտենք, օդի աղտոտվածությունը 21-րդ դարի ամենալուրջ մարտահրավերներից մեկն է, կուզեի ձեր կարծիքը իմանալ կոնկրետ Հայաստանում օդի աղտոտվածության խնդիրը ինչ փուլում է ու քանի որ նաև մեր, այսպես ասած, ոդքասթի հիմնական թիրախային լսանի երիտասարդներն են, կուզեի նաև ձեր կարծիքը իմանալ, թե երիտասարդները ինչպես կարող են աջակցել օդի խնդիրների։ Պետք է զինվենք համբերությամբ, որտեղ երկար են պատասխանելու, որտեղ սա իմ ամենասիրած ոլորտն է, որը դուք ասացիք։ Նախ ասեմ, որ մթնոլորտային օդի պահպանության օրենքը իմ օրենքն է, որը որ ես եմ ընդունել եւ այն ՍԵՊԱ-ի շրջանակներում նաեւ եղել է մեր ամրագրված պարտադիր օրենսդրական փոփոխություններից եւ եվրոպական ստանդարտներին մոտարկման օրենքներից մեկը, որը Հայաստանի Հանրապետությունում շրջապտույտներ է արել շուրջ 4-5 տարի եւ երբեք չի կարողացել ընդունվել։ Եվ պետք է գլուխ գովամ այդ մասով եւ դա համեստության տեղ չէ, որ այդքան երկար ժամանակ չկարողանալով որևէ մի փոխնախարարի եւ նախարարի չհաջողեց այդ օրենքը ընդունել, ես եւ այդ ժամանակվա իմ ղեկավարը մեզ մոտ դա հաջողվեց, ուրեմն այդ օրենքը ռեֆորմա անցկացնել, ինչու չէր ստացվում անցկացնել, տեսեք։ Մթնոլորտային օդը բնապահպանության եւ առհասարակ շրջակա միջավայրի ամենաբարձրագույն հիերարխիկ կետն է, այսինքն կլիման ավելի մոդայիկ է, տրենդային է, բայց մթնոլորտային օդը այդ բուրգի մեջ ամենակարևորագույն լոկոմոտիվն է։ Ինչու՞։ Ուրեմն մթնոլորտային օդը ամենամեծ վնասակար ազդեցությունն է ունենում մարդու առողջության վրա, այսինքն աղտոտված օդը, փոշին, եւ մենք գիտենք, որ Հայաստանում կան մոնիտորինգային
մեր կենտրոնը, որը շրջակա միջավայրի նախարարության ենթակայության տակ է գտնվում, ով պարբերաբար հրապարակում է օդի աղտոտվածության ցուցանիշներ։ Եվ ամբողջ աշխարհում կա այդպիսի նաև այսօր միտում, որ մթնոլորտային օդի աղտոտվածությունը ազդում է ներդրումների վրա։ Տեսեք, նորից տնտեսության եւ բնապահպանության սիմբիոզի մասին եմ ես խոսում, եւ դա անընդհատ կարմիր գծով անցնելու է մեր ձեր այդ քննարկման ժամանակ, որովհետեւ թյուր է մտածել, որ այսօր բնապահպանը կարող է կառավարել բնապահպանությունը, որովհետեւ միայն տնտեսագիտական մտածելակերպը կարող է այսօր առաջ մղել բնապահպանական հարցերը։ Ինչու՞։ Որովհետև մեծ մարդկանց հետ շփվելիս, ոչ թե տարիքով, այլ կշռով մեծ, դու չես կարող խոսել ծաղիկների եւ թռչունների մասին, դու պետք է խոսես թվերով։ Իսկ մենք դա անում ենք թվերով։ Ես ցույց եի տալի նաև վարչապետին, ինչպես են այսօր կլիմայի վրա չկատարված ներդրումները վաղ անդրադառնալու ֆիսկալ քաղաքականության վրա։ Ինչպես են այսօր չկատարված ներդրումները օդու աղտոտվածության վրա վաղ անդրադառնալու ներդրումների նվազման վրա։ Սրանք են միակ ձևը, որ կարելի է խոսել ղեկավարի հետ, խոշոր որոշում կայացնողների հետ, որպեսզի իրենք հասկանան ազդեցությունը բնապահպանական հարցերի։ Վերադառնալով մթնոլորտային օդին, դուք ճիշտ բան ասացիք, նախ օդի աղտոտվածությունը առաջինը վնասում է 0-ից 5 տարեկան երեխաներին, որովհետև փոշի ներքև է իջնում եւ երեխաները շնչում են ամենաաղտոտված օդը, որը հնարավոր է պատկերացնել աշխարհի երեսին։ Մենք այսօր աղտոտվածությամբ հատում ենք արդեն չեմպիոնների լիգայի սահմանը, հատկապես Երևան քաղաքում, սարսափելի է, երեք եթե նկատեցինք, մի փոքր քամի բարձրանում է, այլևս Երևանում որևէ բան անել անհնար է։ Հասկանում եք, դա ազդում է առևտրի վրա, դա ազդում է մարդկանց տրամադրության վրա, դա ազդում է նոր ներդրումների վրա, եթե մարդը ուզում է ինչ-որ նոր բիզնես ստեղծել, օրինակ սննդի, ոնց պետք է նա անի այդպիսի աղտոտված միջավայրը, որտեղ այսօր սպառողը եւս պահանջողը։ Հաջորդը, այսօր մենք ունենք շինարարության այնպիսի անվերահսկելի իրավիճակ, եւ երբ որ ասում եմ այսօր, չի նշանակում այսօր, խոսքը վերաբերում է վերջի տասնամյակին, որ սարսափելի է այն, ինչ կատարվում է առողջապահության ոլորտում, ու կրկին պետք է խոսեմ տնտեսության վրա։ Այն բոլոր ֆինանսավորումները, որոնք ուղղվում են առողջապահությանը, հանրային առողջություն ապահովելու համար, կտրուկ աճել են հենց այն պատճառով, որ մեր մոտ աճել են բոլոր տեսակի ասմատիկ հիվանդությունները, բոլոր տեսակի թոքային հիվանդությունները, բրոնխային եւ նաեւ ինչու ոչ աճել է շատ ուժեղ ալերգիկ հիվանդությունները, որովհետեւ աղտոտված օդը միանգամից օրգանիզմին մեծ վնաս է հասցնում, իսկ այն մարդկային կապիտալը տնտեսագետի համար, ով 0-ից 18 տարեկանում չի ստացել առողջ հանրային առողջության բոլոր տարերը, սպորտ, առողջ սնունդ, առողջ ապրելակերպ, այդ ամբողջ համադրությունը պետության համար հետագայում ծախս է, ոչ թե եկամուտ։ Որտեվ 18-ից հետո քան դեռ նա երիտասարդ է, կարող է օրգանիզմը պայքարում է, բայց գնալով երբ օրգանիզմը սկսում է արդեն մի փոքր անկում ապրել, ապա պետությունը այդ մարդու վրա սկսում է լրացուցիչ ծախսեր անել, որպեսզի պահպանի իր առողջությունը։ Փրկել այլևս անհնար է։ Փրկել կարելի է 0-ից 18 տարեկանում մեր մարդկային կապիտալը, որը բարիք ստեղծող ամենակարևոր ռեսուրսն է, մենք այսօր անուշադրության ենք մատնել, որովհետև ուշադրություն չենք դարձնում օդին, կլիմային, ջրի մաքրությանը, հողին, մենք սարսափելի վիճակ ունենք հողի աղակալման հետ, Արարատի դաշտում, բազում գյուղեր արդեն 1.5 մետր աղակալված նստում են, ջրավազանը Արարատյան դաշտի, հա, ջրավազանը, որից մենք օգտվենք, ուզում եմ ասեմ, բոլոր բնապահպանական հարցերը միայն մարդու առողջության մասին չեն, եթե այդքան հետաքրքիր չէ լսել պետության առաջնորդին, ով պատասխանատու է ՀՆԱ-ի համար, ապա պետք է աչալուրջ լինի, որ բոլոր բնապահպանական հարցերը ունեն տնտեսական ցուցանիշներ, եւ այդ տնտեսական ցուցանիշները այսօր ահասարսուր են։
Տիկին Գաբրիելյան, իրականում ինչ թեմայից էլ խոսում ենք, վերջում էլի նույն հարցին են գալիս, կրթության թեմային, հա, այսինքն դուք էլ ասեցիք, որ պետք է տեսագիտական գիտելիք այս ամբողջ խնդիրները լուծելու համար ու նաև կուզեի ձեր ոնց որ կարծիք հասցնել, նաև տնտեսագիտության եթե չեմ սխալվում, ինձ կուղեք եթե սխալվում, տնտեսագիտության համալսարանի շրջանավարտեք, կուզեի ձեր կարծիքը հասցնել ընդհանրապես Հայաստանում տնտեսագիտական կրթություն ստանալու մասին, ինչպես նաև մեր ավանդական հարցերից մեկը ակադեմիական քաղաք ծրագրի մասին է, կուզեի ձեր կարծիքը իմանալ։ Բազմակողմ հարց եք տալիս եւ ես բազմակողմել պետք է պատասխանեմ։ Նախ այն, որ մաթեմատիկական գիտելիքը հիմքն է ամեն ինչի, դրանում կասկած չկա։ Ես բոլորին հորդորում եմ, հարգելի ծնողներ, ինքս 3 երեխաների մայր եմ։ Առաջինը մաթեմատիկան է։ Թող ձեր երեխան դառնա նկարիչ, թող ձեր երեխան դառնա արտիստ, դերասան, ինչ ուզում է, բայց պետք է մաթեմատիկա լավ իմանա, որտեղ այս բոլոր եւ ֆուտբոլիստին անգամ, որ այս բոլոր մասնագիտություններում ամենակարևորը մարդու մաթեմատիկական մտածելակերպն է։ Տնտեսագիտությունը ըստ էության, որպես մասնագիտություն, շատ թույլ է այսօր մրցակցային դաշտ մտնելու համար, որովհետեւ իրավաբանները միշտ անհրաժեշտ են, իրանք կոնկրետ խնդիր են լուծում, բժիշկները կոնկրետ խնդիր են լուծում, երգիչը կոնկրետ երգիչ է։ Տնտեսագետը շատ բարդ է հասկանալ, իսկ ով է տնտեսագետը։ Ով է տնտեսագետը, որտեվ ես պետական կառավարման ոլորտի մասնագետ եմ, կողքս կար հաշվապահ, մեկը ֆինանսիստ, սրանք շատ տարբեր մարդիկ են եւ մասնագիտություններ են, բայց դրանք բոլորը կոչվում են տնտեսագետ, որտեվ տնտեսագիտությունը մտածելակերպ է, կյանքի սթայլ է, կյանքի ապրելակերպ է։ Այդտեղ պետք է ավելացնել ինչ-որ մասնագիտություն, տնտեսագետու բնապահպան, տնտեսագետ իրավաբան, տնտեսագետ բժիշկ։ Ես երկար տարիներ դասախոսում եմ ամբողջ աշխարհում mixed profession-ների մեջ, խոսքը վերաբերում է օրինակ healthcare procurement, առողջապահության ոլորտի մարդկանց դասավանդում եմ գնումներ ամբողջ աշխարհում, առաջի անգամ դա արել եմ Օստենդե քաղաքում, Բելգիայում եւ մեծ առաջխաղացում է ունեցել դա մարդկանց մտածելակերպի մեջ, որ բժիշկն էլ պետք է լինի տնտեսագետ, ֆուտբոլիստն էլ պետք է լինի տնտեսագետ ոչ թե որպես մասնագետ, այլ որպես lifestyle, այսինքն ռետրոսպեկտիվ եւ շատ լայն առաջ ռազմավարական հայացք եւ մտածելակերպ ունենալու ունակություն։ Հաջորդը կրթության ամենակարևոր կոմպոնենտը այսօր այն է, որ մենք պետք է կարողանանք կիրառել մեր ստացված գիտելիքը։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության կրթության խնդիրը ոչ թե այն է, որ մենք չունենք լավ դասախոսներ, ովքեր քեզ չեն կարողանում լավ մատուցել կրթությունը, այլ ովքեր քեզ չեն կարողանում հետո քեզ տրված կրթությունը ցույց տալ ինչպես կիրառել։ Սա լուրջ խնդիր է, որովհետև այսօր կրթությունը այնքան առաջ անց է, որ միայն տեղեկատվությունը քեզ բավարար չէ։ Ուսանողը պահանջում է դասախոսից, որ տրված կրթության կիրառելիության լավագույն տեղը ցույց տան, ինչպես կիրառեմ։ Տեսեք, գերազանց ավարտած ուսանողները, ես 15 տարի դասախոսում եմ, ոչ միայն Երևանի Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մեր շատ սիրելի Ժող ինստիտուտի շրջանավարտ եմ 3 հատ կարմիր դիպլոմով եւ տեխնացուականով նույն երկու ուղղությամբ պաշտպանած եւ կառավարում եւ ֆինանսներ, այլ նաեւ դասախոս եմ, ընդ որում դասախոսում եմ ուսանողական տարիներիցս։ Եվ իմ համար Ժող ինստիտուտը իմ տունն է, որն այսօր գտնվում է որոշակի հիվանդության մեջ, որովհետև մենք նոր շունչ չենք կարողանում հաղորդել աշխարհում լավագույն օջախներից մեկին, ովքեր որ կարողացել են միշտ մրցել։ Մենք միշտ ավելի լավն ենք եղել, քան Սև շենքը, ես Սև շենքում եմ դասախոսել, բայց միշտ եղել է այդ մրցակցությունը, առողջ մրցակցությունը, կավենների, շտոկդեկագդաների եւ մնացածի տեսքով եւ մեր ուսանողները, պարոն Կիրակոսյանի հիմնադրած այդ Ես Կիրակոսյանի ժամանակ եմ ընդունվել, ցավոք լուսահոգի, բայց ինքը կարողացավ ստեղծել մի ամբողջ հիերարխիա, որը կոչվում էր Երևանի պետական ժամանակ, Երևանի պետական տնտեսագիտական համալսարան, հետո Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, բայց միևնույն է մենք այն անվանում ենք Ժող, եւ այդտեղի ուսանողները այսօր դուք տեսնում եք կառավարությունում են, 3 կառավարությունում էին, բոլոր իշխանությունների ժամանակ կառավարությունում են, որովհետեւ այլ տեսակի եւ այլ մտածելակերպի մարդիկ են։ Հաջորդը Գնանք էլի պես չեք կարծում, որ հիմա մասնավոր համալսարանները ավելի մեծ որակ ունեն կրթություն Չէ, չեմ կարծում։ Առումով, քան Չէ, չեմ կարծում։ Ես դասախոսել եմ եվրոպական համալսարանում, ինչ որ առանձնահատուկ բան չեմ կարծում։ Ես կարծում եմ, որ արմատը, պատմությունը, տրադիցիան,
անհնար է փոխարինել ոչ մի պատով։ Այո, իրանց պատերը ավելի լավն են։ Այո, մենք այսօր խնդիր ունենք ինֆրաստրուկտուրային հարցերի, որպեսզի այդ գրավչությունը ավելացնել, բայց բովանդակության առումով ոչ, դեռ չեն հասել պետական համալսարաններին եւ ես հուսամ չեն հասնի, որովհետեւ պետական համալսարանը բրենդ է։ Տեսեք, երբ որ ես ասում եմ, ես ավարտել եմ Սթենֆորդը, ցանկացած մարդու համար դա արդեն ինչ-որ մի բան է նշանակում։ Նույն կերպ էլ Ժող ինստիտուտն է եւ Երևանի պետական համալսարանն է եւ Պոլիտեխն է եւ Բժշկական համալսարանն է եւ դրանք բրենդեր են։ Կասեք ինձ մենք չենք կարողանում դրանք լավ վաճառել աշխարհում, կասեմ այո։ Կասեք ինչի, կասեմ որովհետեւ պետք է մենեջեր լինի ցանկացած ստրուկտուրայի ղեկը պետք է տալ կառավարողին, ոչ թե օրինակ կոշկակարին, որտեվ կոշկակարը պետք է կոշիկ կարի։ Սա է այդ ձեր մոտի դիսոնանսը, որ ձեզ թվում է, որ կա ինչ-որ դիսոնանս, ես ես բացատրում եմ, թե դուք Գայ Կիրակոսյանի ժամանակ Ժող ինստիտուտ, դուք կհասկանայիք ես ինչ եմ ասում։ Մի մարդ, որը ոչ մի բանից ստեղծեց Ժող ինստիտուտ, պատմություն, մեծ ալմամախ տվեց ամբողջ հայազգին եւ աշխարհին։ Ու մարդիկ չկան, որ փոխարինեն իրան, ոնց հասկանում։ Ես չեմ կարծում, որ Իրանից հետո եղել է այնպիսի ռեկտոր, իսկ ես անցել եմ շատ ռեկտորներ, եւ Աթանեսյանի, եւ Սուվարյանի, եւ Ռուբենը իմ շատ լավ ընկերը, Ետասարտով հիմա Մատենայինը, Մատենա ինստիտուտն է ղեկավարում Փայլուն։ Եվ այսօրվա ինձ կողմից շատ հարգված Արմենը Գրիգորյանն եւ այլն, բայց եւ իհարկե Դիանան, իմիջիալոց Դիանան կարողացավ իրոք վերադարձնել Ժողի հին տրադիցիաները։ Ես շատ ցավում եմ իր կորստի համար։ Իրականում եմ դա ասում։ Բայց միևնույնն է, Կիրակոսյան դեռ չի ծնվել։ Հիմա գանք ուսանողական քաղաքին։ Տեսեք, կոնցեպտը իմ կողմից շատ սիրելի է։ Գաղափարը, որ պետք է ունենալ ինչ-որ մի քաղաքային կրթական միջավայր, ինչպես Անգլիայում է։ Ես սովորել եմ Բուրմուդ քաղաքում, փոքրիկ գյուղ է, գյուղ չի, քաղաք է, բայց գյուղի նման։ Նրանք ուսանողական փոքրիկ քաղաքներն են ուղղվածություններով, ասենք եթե այնտեղ մարդ է ծնվում, ով ուզում է զբաղվել տենիսով, ինքը պետք է գնա այսինչ քաղաքում ուսուցանել տենիս, իր քաղաքից պետք է դուրս գա գնա այնտեղ։ Եվ այդպիսի փոքր քաղաքային կրթական օջախներ աշխարհում շատ ընդունված է։ Ֆրանսիայում Սորբոնը, Սթենֆորդում Սան Ֆրանցիսկո, Պալո Ալտո, Քեմբրիջը, Օքսֆորդը, այսինքն դրանք բոլորը քաղաք համալսարաններն են։ Այդ համալսարաններն են այդ քաղաքին տվել ճանաչելիություն։ Բայց սրա հետ մեկտեղ որևէ մեկը չի համարձակվի ձեռք տալ այնպիսի համալսարաններին, ինչպես է Երևանի պետական համալսարանը, Ժող, իրանք պետք է իրանց տեղում մնան։ Ոչ թե եղածի հաշվին պետք է սարքել ուսանողական քաղաք, այլ զրոյից ստեղծել ուսանողական քաղաք։ Նոր համալսարաններով։ Հայաստանում հիմա այնքան շատ համալսարան կա, որ էլի թող լինեն, եթե դու հայտ ես ներկայացնում պետություն, որ դու կարող ես ստեղծել հաբ, ապա դիր եւ ստեղծիր եւ թող քո ժառանգներին համալիր ոնց որ արեց Դեմիրճյանը, թող քո ժառանգներին օպերա ոնց որ արեց Թամանյանը, թող քո ժառանգներին ինչ որ մի բան, հրապարակ, ինչի ես դու ուզում եղածը զրոյացնես, դրա հաշվին ինչ որ մի բան ստեղծես, որը դեռ չգիտենք ինչ է։ Հիմա ասեմ դրա դրական բացական կողմերը։ Նախ ես եմ եղել առաջինը, որ այդ վարում առաջարկել է, որ պետք է ստեղծվի այդպիսի հաբ, չէ՞ որ այդ տարածքը վաճառքի էր հանված։ Եվ մենք պայքարել ենք այդ տարածքի, այդ 23 հեկտարի համար, որպեսզի նման բան չլինի։ Հաջորդը շատ կարևոր է ունենալ նման հաբ, դա հայտ է աշխարհում կրթության որակի եւ կրթության համակարգի ստեղծման, որտեղ կա կրթական գրադարաններ, որտեղ ուսանողները մտնում են դարպասներից եւ ամեն ինչ կրթության մասին է։ Ճաշարանում խոսում են կրթությունից, գրադարանում խոսում են կրթությունից, այսինքն միջավայրը տրամադրող է կրթվելու։ Շատ դրական եմ գնահատում, բացականը։ Հայաստանի Հանրապետությունը ունի անվտանգային լուրջ խնդիր։ Մենք իրավունք չունենք բոլոր ուսանողներին կենտրոնացնել մի տեղում։ Սա լուրջ խնդիր է։ Տեսեք, ուսանողը մեր մարդկային կապիտալի այն կետն է, որից արդեն պետությունը պետք է սկսի օգտվել։ 18 տարի ներդրում է անել, ծննդաբերությունը անվճար է Հայաստանում, պոլիկլինիկայի ծառայությունները անվճար է, մանկապարտեզը անվճար է, դպրոցը, բայց սա ամբողջը պետության ներդրում է։
քո եւ իմ մեջ որպես մարդկային կապիտալ։ Հիմա հասանք 18 տարեկանին, սկսեցին ծառայությունները դառնալ վճարովի, դու սկսեցիր պետության համար դառնալ օգուտ, ոչ թե ծախս։ Բայց դեռ ուսանող ես, դեռ շարունակում եմ քո վրա human capital investment-ը։ Մեկ էլ մի օր տենց դրոններով ատակա է լինում ու 24000 կամ 30000 ուսանող միանգամից վերանում են։ Ինչ ենք անում։ Ես տեղորակի մենակ անվտանգային խնդիր չեմ։ Չէ, մեկ անվտանգային խնդիրը ամենակարևորն է Հայաստանի Հանրապետության համար։ Եթե դուք ուզում եք լինել հաջողակ, դուք պետք է միշտ ձեր ուղեղում պահել ներդրումներ միայն անվտանգային հարցերը լուծելուց հետո, այսինքն ինչպես կապիտալ ներդրումները անում է պետրությունը, soft ներդրումները անում է ինվեստորը։ Ոչ մի ներդրողի համար այսօր Հայաստանը attractive չի, գա այստեղ շենք սարքի։ Բա որ պատերազմ սկսի իր շենքը պետք է վերցնի իր թևի տակը եւ վազի, ոչ։ Պետությունը պետք է կարողանա capital investment-ը ապահովել, իսկ soft investment-ները ներգրավել։ Հաջորդը։ Բայց Հայաստանում սա կոշին շրջանում տեսնում եք, որ շատ միջազգային կազմակերպություններ ավելի շատ գնում են Հայաստանից, քան գալիս են։ Այո, որտեղ մենք չունենք ներդրումային միջավայր։ Դա խայտարակ կորուստ էր Հայաստանի համար որպես տնտեսական միջավայր, մշակութային միջավայր, ֆինանսաբանկային միջավայր, մեծ ձյաձյաների ու մեծ ծոցյաների բնորան, նոր կադրերի եւ նոր մշակույթի։ Դա մեր համար կատաստրոֆիկ կորուստ է, որը մենք կզգանք 5 տարի հետո, որտեղ դեռ այն մարդիկ, ովքեր աշխատել են HSBC-ում, իրենց մտածելակերպով կան, ճիշտ է, հիմա արչինում փչանում են, այնուամենայնիվ, թող արչինի ինձ չնեղանա, խոսքը մշակույթի մասին է, մենք ունենք անգլիական ֆինանսական համակարգի մշակույթ։ Հիմա միանգամից, տեսեք Չինաստանը։ Թվում է ինչի եմ խոսում հիմա Չինաստանի մասին։ Ուրեմն Չինաստանը միշտ եղել է կոլոնիալ Անգլիայի եւ Պորտուգալիայի կողմից, ճիշտ է։ Շանխայը ամբողջությամբ անգլիական արխիտեկտուրա է, բայց թողենք արխիտեկտուրան, Անգլիայի ամբողջ իրավական բազան է։ Շանխայը մինչ այսօր ապրում է անգլիացիների կողմից մշակված իրավական համակարգի շնորհիվ։ Ամբողջ ֆինանսական եւ բոլոր փաստաթղթերը, բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, բոլոր համակարգերը Անգլիան է ստեղծել եւ չինացին մատով անգամ չի կպնում։ Հոնկոնգը, Պորտուգալիա, Մակաոն, Պորտուգալիա, Հոնկոնգի կեսը Անգլիա, չի կպնում ոչ արխիտեկտուրային, ոնց սարքել է Անգլիա։ Դուք այսօր որ Շանխայով քայլեք, այն նոր շենքերը թողնենք մի կողմ այդ բաները։ Արխիտեկտուրան հենց այն որի համար տենց Շանխայը սիրում են, ամբողջ անգլիական է։ Իրանք արհեստական մի քանի ռայոն են ստեղծել չինական այդ ասիական այդ հետաքրքրությունների համար, բայց Շանխայը որպես այնպեսին եւ Հոնկոնգը եւ Մակաոն, որոնք կենտրոնն են Չինաստանի, հա, դրանք բոլորը անգլիական եւ պորտուգալական, այսինքն եթե մարդիկ հասկացել են, որ անգլիացիներից ավելի լավ օրենսդրական համակարգ, ֆինանսական համակարգ աշխարհում ոչ մեկ չի ստեղծում, ինչի ենք ուզում քանդենք, ստեղծենք մերը։ Սա մեր հայազգի մտածելակերպի թերությունն է, որ մենք չենք ուզում հասկանալ։ Ցանկացած ազգ լավ է ինչ որ գործում։ Ու ուրիշ ազգի լավը պետք չէ ջնջել ստեղծել նորը։ Վերադառնալով ուսանողական հաբին, բացարձակ չեմ աջակցելու այն գաղափարին, որ պետք է ժողովի ինստիտուտը փակվի եւ տեղափոխվի ինչ որ միտեղ։ Բացառված է ինձ համար այդ տարբերակը, կամ համասարանը, կամ Սևշենքը, կամ բժշկականը, կամ պոլիցեխը, կամ ագրարայինը արդեն փակման փուլում է, հա։ Ագրարայինը արդեն շատ նոր հապ կարանք ստեղծենք, նոր Սթենֆորդյան ստեղծենք 300 տարի հետո մեր անունով թող մեր սերունդները երթվեն, ասեն այ Գայանեն Համլետի հետ նստած են ոդկասթում, մի պրոֆեսիոնալ երիտասարդ էս ամեն ինչը կառավարում էր, ասեցին Նիկոլ Փաշինյանը, Ժաննա Անդրեասյանը լսեցին ու հասկացան, որ պետքա ոչ թե քանդել ու քանդածի վրա ինչ որ բան անել, այլ նորը ստեղծել ու մեր սերունդները, ծորներն ու բաները կասեն հալալա Նիկոլ Փաշինյանին, Ժաննա Անդրեասյանին, Համլետին ու Գայանեին։ Այսպես է ստեղծվել միշտ, այսպես է, հասկանում եք, որ մենք հիմա ասում ենք Disneyland, այդ Disneyland-ը մի մարդ է եղել, ով որ 70 անգամ խնդրել է տարբեր ինվեստորների ու մերժվել է, ստեղծելու այդ հաբը,
ոչ մի գաղափար անհնար է ստեղծել միանգամից, բայց ոչ մի լավ գաղափար չի կարելի ստեղծել նախորդը քանդելու վրա, դա բացառված է։ Ես հասկանում եմ, ուղղակի նայեք, այստեղ կոնկրետ այդ համալսարանների մասին ենք խոսում, հիմա մեր համալսարանում շատ մեծ մասնագիտական սով կա ու մասնագետները շատ քիչ են, Եկամ դա ամբողջ աշխարհում է, մասնագետներ, լավ մասնագետներ ավելի շատ նախաճում են գնալ մասնավոր ոլորտում աշխատել, ավելի շատ աշխատավարձ ունեն գրաֆիկի հետ կապված խնդիրներ եւ այլն, բայց կոնկրետ մեր համալսարաններում մասնագետների հետ կապված շատ լուրջ խնդիր կա, ու ես կասկածում եմ, որ մենք կկարողանանք մասնագետներ գտնել ու նոր համալսարաններ բացել, որովհետեւ ես հիմա ոչ մի համալսարանի անուն չեմ ուզում տալ, բայց շատ պետական համալսարաններ կան, որ անունը տալիս են անգամ համալսարանների դասախոսները չգիտեն այդ համալսարանի մասին, այսինքն ես կարծում եմ ավելի լավ է լինի քիչ համալսարան, բայց լինի որակապես լավ համալսարան, քան թե մենք բացենք 10-20 համալսարան ու այդ համալսարանում, չգիտեմ, այնպիսի մարդիկ լինեն, որ ասենք ուսանողները ավելի շատ գիտեն, քան դասախոսը։ Հիմա շատ տեղերում տեսնում ենք, որ ուսանողները ավելի շատ բաներ կարող են իմանալ տվյալ ոլորտից, քան դասախոսները, որովհետև իրանք ավելի շատ նոր գիտելիք ունեն, ավելի արագ են ոնց որ բռնում նոր գիտելիքները, քան դասախոսները, որովհետև նոր մասնագետներ չկան, որոնք որ համաձայնվում են հիմա աշխատել պետական ու կրթական ոլորտներում։ Գիտական թեզի նախաբան ասացիք, որպես օբյեկտ եւ սուբյեկտ եւ խնդիր ձևակերպեցիք ու ես ձեր այդ յուրաքանչյուր բառի հետ համաձայն եմ։ Այս տեսեք ինչ էր ասում իմ դասախոսը։ Ասում էր անգամ ամենա ապաշնոր ուսանողը, որը նստած է Ժող ինստիտուտի պատերի ներսում ու անցնում է Ժող ինստիտուտի պատերի կողքով ամեն օր փոխելով լսարանից լսարան, կրթվում է, հղկվում է, ավելի լավն է, քան այն դրսում կանգնածը, ով որ չի մտնում այդ բու։ Խորքային բան եմ ասում, փորձում եմ ձեզ առաջարկում եմ ձեզ մտածեք այդ ուղղությամբ։ Ինչի։ Ձեր ասածը ոչ Ժող ինստիտուտի խնդիրն է, ոչ համալսարանի, ձեր ասածը համակարգային խնդիր է։ Հետևաբար ինքը կա նաև մասնավոր տիրույթում։ Իսկ ես էլ ձեզ եմ ասում հիմա, ինչպես են ընդունում դասախոսներին, ինչ որ միտեղ 2 տարի մի գործ է անում, իրան լավ կարողանում է վաճառել, գալիս է սկսում է իրան որպես դասախոս դիրքավորել։ Իսկ if դու հարցնում ես, դու գիտես ինչ բան է գիտական թեզ, դու գիտես ինչ բան է գիտական հոդված, իմ ղեկավարը գիտական, ինձ անդադ ասում էր, որպեսզի գրել դիպլոմային աշխատանք, պետք է հարյուրավոր դիպլոմային աշխատանքներ կարդալ։ Որպեսզի գրել գիտական թեզ, պետք է հազարավոր գիտական թեզեր կարդալ, որպեսզի գրել գիտական հոդված, պետք է հազարավոր գիտական հոդվածներ կարդալ, իսկ այսօր մենք ինչ ենք տեսնում, ով որտեղ ինչ կրթական ծրագիր ուզում է բացում է, վաճառում է փաստաթուղթը և չկա ստանդարտ, շատ գիտական հոդվածներ copy-paste ուղարկի արված մի քանի բան փոխած, ես իմ ժամանակ դիպլոմային աշխատանքում, եթե օբյեկտը և սուբյեկտը սխալ կողմնորոշեի նախաբանում, այդ գիտական թեզը անհնար էր անցներ հետո մակագրության։ Իսկ հիմա յուրաքանչյուր ծրագրի ղեկավար ինքն է որոշում դիպլոմայինը ոնց պետք է գրվի, ինքն է սահմանում ստանդարտ։ Գիտական ղեկավարները կոչումներ չունեն, ոնց կարող է թեզի ղեկավարը չունենալ կոչում։ Ոնց կարող է թեզը ղեկավարել մի մարդ, ով երբեք չի պաշտպանել եւ գիտական թեզ չի գրել։ Դուք հասկանում եք, խնդրի ոնց ձեզ ասեմ, չեմ ուզում վատ բառ օգտագործել, բայց առեղծվածը, այսինքն ոնց կարող է գիտական ղեկավար գրված լինել, ու այնտեղ գրված չլինել ՏԳԹ կամ չգիտեմ ԲԳԹ ու ինքը ղեկավարի ինչ որ մեկին գրել գիտական թեզ։ Սա կատաստրոֆա է Ժող ինստիտուտի համար, կատաստրոֆա է համալսարանի համար, վատ բառ եմ օգտագործում օտարազգի, այնուամենայնիվ ասածս մեկն է, հարգելի ընկերներ, ուշքի աշեցեք, կրթական համակարգը պետք է ունենա ամենաուժեղ հիմքերը, ոչ թե քննություններ, ուսուցիչներին քննություն անենք, տենանք, քննությունը շուտվանից գիտելիքի ստուգման չափանիշ չէ, քո բաց թողնված ուսանողն է դասախոսի գիտելիքի ստուգման ցուցիչը, եթե իմ ուսանողը ինձնից դուրս եկավ, գիրք կարդացող, ուզում է զբաղվել գիտությամբ, հետաքրքրված է ինչ-որ առարկայով, ուսումնասիրում է, ինչ-որ խմբակների մեջ է, միջազգային կազմակերպ,
Ուրեմն ես լավ դասախոս եմ, ես այդ ուսանողի մեջ արտնացրեցի ցանկություն կրթության նկատմամբ, որովհետև ես ձեզ այո Google-ից շատ չեմ կարող սովորացնել, ChatGPT-ից շատ չեմ կարող սովորացնել։ Դուք ցանկացած հարց ինչ որ կտաք հիմա ինձ, կարող եք տալ ChatGPT-ին, եւ դա իրանից լավ ես չեմ կարող անել, գուցե միայն այն դեպքում, եթե ինքը դրա վերաբերյալ data չունի։ Չէ՞ որ ըստ էության ChatGPT-ն ինքը մեծ data-ի խնդիր է։ ChatGPT-ն այսօր չի, չէ՞ ստեղծվել, 40 տարի առաջ է կար։ Բայց 40 տարի առաջ ինչի չթողեցին, որ մուտք գործի, որտեվ data չունեին։ Հիմա ունեն data եւ կարողանում են այդ օգտագործել այդ տվյալները, տվյալագիտությունը այս համակարգերի միջոցով, բայց դասախոսի առաքելությունը արտնացնել ուսանողի մեջ ցանկություն դեպի ավելի խորքային գիտելիք, բացահայտում, խնդրի ուսումնասիրություն եւ հետո այդ ամբողջ ստացված արդյունքները ի շնորհ, ի աջակցություն պետությանը գիտությանը օգտագործել։ Այստեղ է ձեր մոտ այդ խզումը առաջանում։ Դուք դասախոսին հիմա եք նայում որպես ինֆորմատոր։ Մենք ինֆորմատորներ չենք։ Համլետ ջան, ուսանողը որ մտնում է լսարան, չի մտնում տվյալների շտեմարան։ Մտնում է մի տեղ, որտեղ նա կարող է ստանալ դասախոսից հմտության, գիտելիքի եւ կրթության սեփականաշնորհման հմտություններ, այ ոնց դու կսեփականաշնորհես այդ գիտելիքը, կդարձնես քոնը եւ կկարողանաս կիրառել եւ ավելացնել։ Այս սա մեր առաքելությունն է 21-րդ դարում։ Ամբողջ աշխարհն է արդեն դրա մասին խոսում։ Ամփոփելով այս ձեր հարցը, ուզում եմ ձեզ մի բան ասեմ։ Ես մեծ հեղափոխություն իմ մեջ եղավ։ Ես այտենց կրթական շոկ ապրեցի, երբ որ ընդունվեցի Սթենֆորդի համալսարան եւ առաջի դասախոսությանը մասնակցեցի։ Ես հասկացա, որ ահա ինչի է այնտեղի կրթությունը գրավիչ, որտեղ այնտեղ քեզ չեն սովորեցնում սխալվել։ Քեզ ասում են, որ սխալվելը նորմալ է, քեզ չեն ասում, որ սխալվելը վատ է։ Քեզ թույլ են տալիս սխալվել։ Քեզ թույլ են տալի արտահայտել քո կարծիքը։ Քեզ թույլ են տալի մտնել դասախոսի հետ ինչ որ տեսակի բանակցության մեջ, բայց իմանալով, որ դասախոսը միևնույնն է ավելի արժանի է հարգանքի։ Այսօր ուսանողներն էլ դասախոսի նկատմամբ հարգանք չունեն։ Դասախոսի վրա կարող են բողոքներ գրել, մյուս, դա կրթական համակարգին հարիր չէ։ Չպիտի դասախոսը վախենա ուսանողից եւ ուսանողը վախենա դասախոսից։ Տեսեք ինչ անում դասախոսը, քննությունով վախացնում է ուսանողին։ Առաջի օրվանից մտնում է խոսում քննության մասին։ Եղբայր, մի հատ էս մարդուն կրթի, պատրաստի քննության, հետո վախացրա քննությունով կամ մի վախացրա իմ դեպքում ես իմ համար իմ հայրս էր միշտ ասում, գիտությունների տեխնացու այն ժամանակ Լենինգրադում պաշտպան ասում էր քննությունը իր դասախոսներն էին ասում, եւս կրթության process է, եւս մի հնարավորություն է դասախոսին, ուսանողին չտվածը, չվերցրածը փորձելու միևնույն է մատուցել։ Ոչ թե գամ քո վրա իմ ամբողջ զայրույթը անեմ, իմ դասին ծամոն ես ծամել, խոսել ես, լավ է կարել։ Եթե դու ծամոն ծամելով ես, նայեք շատ վատ բան եմ հիմա ասում։ Եթե դու մաստակ ծամելով ես ինձ լավ հասկանում, բայց ինձ լավ հասկանում։ Եթե դու պիտի սուրճ վերցնես ձեռքդ ու խմես իմ դասի ընթացքում, բայց դրանով ինձ լավ հասկանաս, յուրացնես իմ առարկան, կամ օրինակ հատակին նստես, ոչ թե աթոռին, արա դա, բայց եթե դու դա անում ես, որովհետև դու տենց չարաճճին ես, ու տենց այդ կուրսի տենց ամենա հայտնի տղան ես սիրված, չէ, մի արա, խզում ես առաջացնում կրթական process-ում, հասկանում եք ինչ եմ ասում։ Հետևաբար Համլետ ջան, ես վստահաբար այն ինչ որ դուք ասում եք կիսում եմ, մասնավորը ավելի ճկուն է, մասնավորը վերցնում է լավագույն սիոներին, պետությունը վերցնում է ծանոթ սիոներին, մասնավորը ձգտում է շահույթի, հետևապես բոլոր իր խնդիրները արագ վերացնում է։ Պետությունը այսօր չունի վերահսկման ոչ մի գործիքներ, հետևողականության ամենակարևորը։ Կա հանձնարարական, չկա կատարողական, ուր են քրեական գործերը։ Կա հանձնարարական, չկա կատարողական, ուր են պաշտոնանկությունները։
կա հանձնարարական, չկա կատարողական։ Մեր Նիկոլ Փաշինյանի ոճով եմ խոսում, ինքն է, չի ասում, կա հարկեր, կա չգիտեմ ինչ, ես էլ հարց եմ տալի։ Կա հանձնարարական, չկա կատարողական։ Ուր են ապաշտոնակությունները։ Ինչի մարդ չի վախենում պաշտոնից ազատվել իր ղեկավարի կողմից հրամանը ստանալ չկատարելու դեպքում։ Որտեղ են պաշտոնակությունները։ Ինչի են ազատվում աշխատանքից են մարդիկ, ովքեր կատարում են հանձնարարականները։ Գիտեք ինչի։ Որովհետև չես անում, չես պատժվում։ Որտեղ շատ դեպքերում իր ղեկավարը ոչ թե այդ մարդն է, այլ այն մարդը, որ իրան ընդունել է այդ գործին ու շատ դեպքերում այդ մարդը չի ընդունել։ Չէ, որտեղ կարան լինեն բարեկամներ, ընկերներ, հազարազատներ, խավորներ, սանիկներ, հասկանում եմ, բայց պետական շահը պետք է ավելի բարձր լինի, քան սեփական շահը։ Եվ ելի եմ կրկնում, եթե կա նախարարություններ, գերատեսչություններ, պոակներ, դպրոցներ, որի կատարողականը 0 է, 0 պատվավոր վերջի տեղով է գնում, ասենք թե։ Դրա ղեկավարական ամբողջ կազմը պետք է գլխատվի, ոչ բառից բուն իմաստով։ Հասկանում եք, այդ դեպքում դասախոսը որ կընդունվի, որպես դասախոս, կիմանա, որ եթե իր գործը վատ անի, ինքը կազատվի աշխատանքից։ Նախարարը որ կընդունվի, նախարարական մանդատը կվերցնի, կիմանա, որ իր գործը կառավարության ծրագրի ի կատար ածումն է։ Ոչ թե իր կողմից ցանկալի գործողություններ։ Մենք չենք ընդունվում բիզնեսի ոլորտ, որտեղ պետք է լինենք այնպես, ինչպես ես եմ ուզում։ Կա կառավարության ծրագիր, քեզ տալիս են այդ կառավարության ծրագիրը, ժողովուրդ այդ մանդատը քեզ տալիս է, որ դու իրականացնես այն ծրագիրը, որը խոսք ես տվել, որ համար քեզ ընտրել են։ Քո նախարարը ունի իր մանդատը կառավարության ծրագրում, 12 պորտֆելով, 12 կետով գրված է։ Ինչ պետք է անի առողջապահությունը, անի, ինչ պետք է անի բնապահպանությունը, ինչ պետք է անի այս մյուսը։ Չի անում, դուրս է գալ։ Այնքան հեշտ է այս ծրագիրը։ Ով եղբայրս հարազատ նշանակեմ, ես վարչապետն եմ, Համլետին շատ լավ ճանաչում եմ։ Ձեզ նշանակում եմ սպորտի եւ երիտասարդությունների նախարար։ Ես դեմ եմ այդ միավորմանը։ Հիմա արտաքին գործերի նախարարությունը։ Չէ, Ազիզ ջան, սպասի, միջև արտաքին գործերի նախարարությունը քեզնից պետքա նամշահոդ գա։ Համլետ ջան։ Բայց ի՞նչ եք դες մտածում, որ պետք է բացատրում եմ ինչի, արտաքին գործերը կրթությամբ անհնար է սովորել։ Պետք է ունենալ կրթություն տարբեր ոլորտներում, պետք է ունենալ տարիների փորձ, պետք է շփվես Գայանեների հետ, Նիկոլ Փաշինյանի հետ, Արադ Միրզոյանների հետ, հետո գնաս դուրս, շփվես ընդեղի Ջոն Սմիթերի հետ, վրայիցդ պետքա սկսի սիր սպլեսինյո, հա, այդ բանը պետք է սկսի մի քիչ սպիտակել ձեր մորուքը, որ դուք դառնաք արտաքին գործերի նախարար, որովհետև այնտեղ այդ տենց դեմքերի հետ եք շփվելու ու անգամ եթե ելնեք գենի 8 հատ ոսկե մեդալով ավարտեք դպրոցը, 36 հատ կարմիր դիպլոմով ավարտեք համալսարանը, 88 հատ Սթենֆորդ ավարտեք, բայց դուք դեռ չեք հատել 40-45-ի շեմը ու մեծ ճամպրուկներ գիտելիքների, փորձի, կոնյակ խմելու, սիգար ծխելու, ճիշտ մարդկանց հետ, հաղորդաշղթաներ ձևավորելու, զանգով զանգեք Անգլիայի թագավորին, ասեք կարամ վաղը գամ քո հետ որսի, այդ իրաշների բոլորի անունները չիմանաք անգիր, դուք չեք կարող լինել արտաքին գործերի նախարար։ Միայն այն դեպքում կհաջողի պետությունը, երբ որ ցանկացած պաշտոն ըստ իր կշռի կնշանակի, կշիռ, դուք պետք է ունենաք value, ոչ թե cash, որտեղ մենք ձեր հետ կարանք հիմա լիքը ուտենք ու շատ ուժեղ քաշ ունենանք, այլ պետք է ունենաք կշիռ, ձեր հետևից պետքա հատակին ոտնահետքեր մնան, շլեյֆ կա, տենց բառ կա, հոտ պետք է ձեր հետևից հետո գա, ասեն այստեղով Համլետն է անցել, ինչը ես ձեզ մաղթում եմ, ինչը ձեզ մոտ կստացվի, բայց մի փորձեք ավելի շուտ թռնել, քան դեռ պատրաստ չէ ձեր պարաշուտը, այ երբ որ ձեր պարաշուտը պատրաստ կլինի, այդ ժամանակ թռեք, որտեվ կա հավանականություն, որ ձեր պարաշուտը չի բացվի։ Ու ցավոք այդ պարաշուտի մեջ մենակ դուք չեք նստած, մի ամբողջ ազգ։ Իսկ արտաքին գործերի նախարարությունը, էկոնոմիկայի նախարարությունը, պաշտպանության նախարարությունը, այս երեքը կյանքի հետ կապ ունեն, ազգի կյանքի հետ, իմ ու քո կյանքի հետ չէ, իրանց համար մի կյանքը խնդիր չէ, ազգի կյանքի հետ կապ ունեն։ Հետևաբար գնացեք արտաքին գործերի նախարարություն, եղեք կրտսեր մասնագետ, գնացեք տնտեսագիտություն, էկոնոմիկա, եղեք վարչության պետ, որտեվ շատ վատն է այսօրվա մեր դիվանագիտական շկոլան, շատ։ Իրանք ունեն մենակ մի ուղղությամբ գիտելիք։ Իսկ այսօր
իմիջայլոց էլի տնտեսագիտությանը։ Արտաքին գործեր, այսինքն դիվանագետին չի մասն է խոսում, արտաքին առևտրի մասին, տնտեսության մասին։ Դա է պատճառը, որ հիմնական արտաքին գործերի նախարարները շատ դեպքում տնտեսագետներ են մասնագիտությամբ։ Ու բրավո են երկրներին, ովքեր դա տենց են անում, որտեվ մենք Բելգիայում, Բրյուսել քաղաքում, UNIDO-ի հետ մեկնարկեցինք այդպիսի ծրագիր, կոչվում էր business diplomacy։ Բոլոր բաներին, դիվանագետներին սովորացնում ենք բիզնես, տնտեսագիտություն, որտեվ իրանց negotiation-ը կներեք էլի խաչքարերի մասին չէ։ Հազար ներողություն հարգելով մեր մշակույթը եւ բոլորի, մի քանի երկրներ կա, ես համարում եմ մշակույթ չունեմ, մնացած բոլոր երկրների մշակույթը հարգելով։ Իրանց negotiation-ը կոչվում է business negotiation։ Այն ինչը որ մենք հիմա անում ենք Հայաստանում, եւ այնի որ աշխարհը շուտվանից անում է ամբողջ Աֆրիկան այսօր իր բոլոր խավերին ուղարկում է Բելգիա, Բրյուսել, որտեղ այնտեղ շատ լավն է դպրոցը, business negotiation, ես էլ եմ այնտեղ դասավանդել։ Որտեղ մի բան հասկանում, եթե դու ուզում ես լինել հզոր, դու պետք է ունենաս soft skills, hard skills։ Այսօր soft skills-ը անցել է hard skill-ին։ Եվ միլիոնատերներն են ավելի soft skill-ի տիրապետողները եւ դիվանագիտական դպրոցը soft skill-ը հաղթում է։ Բայց soft skill-ը կլինի դիպլոմով ապացուցել։ Թղթով չէ։ Դրա համար նաեւ համալսարանների նշանակություն է հնարավոր։ Դրա համար դու ճիշտ ասեցիք, mixed profession, մի մասնագիտություն այլևս մրցունակ չէ։ Դրա համար պետք է փորձ, դրա համար դու պետք է լինես սկզբից պահակ, հետո այդ հիմնարկի տնօրեն, որտեվ դու պահակից պետք է իմանաս այդ հիմնարկում ինչա կատարվում։ Պարտադիր չէ հենց այդ հիմնարկում։ Դու պետք է մի քիչ էլ բիզնեսում աշխատես, որ հասկանաս նաև սպառողի մտածելակերպը։ Այսօր պեկում նստած տղաները կյանքում մեծ մասը պերաշկու սեղան չեն աշխատացրել, իրանք չեն հասկանում ինչա փոքր եւ միջին բիզնեսը, որ տուրբուլենտ ժամանակներում ամենաանկայուն տնտեսական վիճակներում հակառակը մասնավոր փոքր բիզնեսին ՓՄԶ-ին օդ է պետք տալ, ազատել հարկային բեռից եւ ինքը այնքան է ծաղկում, որ ամբողջ պետությունը իր ուսերի վրա քարշ է տալիս։ Իսկ մենք հակառակն ենք անում։ Ամենաբարձ ժամանակահատվածում յետ կովիդյան տնտեսություն, պատերազմի փուչիկը տրաքվեց, 2022-23 թվականի ցուցանիշները դրա մասին վկայում են։ Մենք վերադարձանք ավելի վատ վիճակի, քան միջև այդ արտաքին միջավայրից տրվող դրական ազդակները։ Փոխանակ մենք ՓՄԶ-ին ասենք գնացեք, գովազդները արեք, գովազդ ենք հանում, հասկանում եք։ Երևան քաղաքում գովազդի պաստառներն են հանում քաղաքապետարանը։ Չգիտեմ ինչի համար, հեճեական չի ինչ ռեֆորմա անում։ Ոնց կարելի է բիզնեսից հանել գովազդը։ Բայց չէ որ հարկը գալիս է, ասում են հարկը մուծեք։ Հարկը առանց գովազդի անհնար է մուծել։ Այդ դեպքում համամասնորեն էլ հարկը պակասացրեք։ Գովազդը հանեցիր, 30% հարկը սկրճատի։ Իհարկե այս թեմայի շատ կարող ենք խոսել, միանշակ համաձայն եմ ձեզ հետ, որ մեր կրթության մեջ համակարգային խնդիր կա ու դա միակ համալսարաններին չի վերաբերվում, դպրոցներին է դա վերաբերվում, վերջին դպրոցի հետ կապված այդ հայտնի միջոցառումը որ տեսանք, ցավոք սրտի այդ միջադեպը միակը չի, ուղղակի այն եզակիներից է, որ լուսաբանվեց, բայց այս թեմայից կարող ենք շատ խոսել։ Հիմա վերջին հարցը որ կուզեի ձեզ տալ, հիմա ամենաարդիական թեմաներից առաջին երրակի մեջ դեռևս չի մտնում, բայց իհարկե ամենաարդիական թեմաներից մեկն է Անիֆի հետ կապված հարցը։ Դուք եթե չեմ սխալվում եղել եք Անիֆի խորհրդի անդամ, չգիտեմ ճիշտ եմ ասում թե չէ, ու կուզեի ձեր կարծիքը իմանալ, հա Անիֆը ընդհանրապես ինչ էր, ինչի ստեղծվեց, ինչի sense սպառակտվեց, ինչ տեղի ունեցավ ու ինչի ընդհանրապես ոչ մի benefit չբերեց իհետ, չնայած որ պետությունը ոնց հասկանում բավական մեծ ջանք էր դրել ու շատ գումարներ էր դրել ու այդ գումարները չգիտես ինչ եղան։ Երեք մասի բաժանենք ձեր հարցը։ Նախ Անիֆի գաղափարը։ Անիֆի գաղափարը ողջունելի է։ Մենք ունենք նաև ներդրումների աջակցման կենտրոն, որը հիմա կոչվում է Enterprise Armenia, վերջերս նոր ղեկավար ունեցավ։ Եվ նման ներդրումային էջենսիներ, պետական եւ ոչ պետական, պետք է շատ լինեն։ Միջայլոց Enterprise Armenia եւ Անիֆը 100%-ով պետական ֆինանսավորմամբ են։ Երանի մի օր կա, որ մենք կարողանանք PPP-ով ստեղծել նման էջենսիներ, պետություն մասնավոր գործընկերությամբ, որպեսզի լինեն 60-40, 50-50, հա, այդ ներդրումային կանոնադրական կապիտալները։ Դա շատ լուրջ հարցեր կլուծի։ Գաղափարը հիանալի է, այսինքն ունենալ մի այնպիսի միջավայր,
որը աջակցում է, բանակցում է, ունի պետական պորտֆել, ունի մանդատ, ունի աջակցություն, ունի ինչ-որ ձևի ուղիղ կապ բյուրոկրատական հիերարխիկության մեջ, գաղափարը հիանալի է։ Իմպլեմենտացիան ունեցավ նույն խնդիրները, ինչ որ ունեցան բոլոր մնացած խնդիրները, ով էր ղեկավարում, ինչպես էր ղեկավարվում եւ ով էր հաշվետվողական ով էր պահանջում հրամանների կատարումը։ Եվ ոչ թե ես խորհրդի անդամ եմ եղել Անիֆի, այլ երբ որ ծնվեց Անիֆը, ինքը ծնվեց էկոնոմիկայի նախարարության ոնց որ ենթակայության տակ։ Ես քանի որ ղեկավարում եմ հանրային ներդրումների քաղաքականության վարչությունը, ինքը տրամաբանորեն հանրային ներդրումների լինքի մեջ էր, դրա համար մեր վարչությունը, հետեւաբար ես որպես վարչության պետ, այսպես ասած այդ բանն ենք, մենեջմենտն ենք անում, բայց բնականաբար փոխնախարարի եւ նախարարի, այսպես ասած, հիերարխիկությամբ։ Եվ միջև պարոն Քերոբյանի դեռ գալը Անիֆը շատ սուվերեն ապրում էր։ Մենք որոշակի հարցեր էինք կարգավորում, ես որպես վարչության պետ ավելի քիչ ինֆորմացիա ունեի, փոխնախարարը եւ նախարարը, բայց հետեւյալը կար, մենք ունեցանք Մազդար Արմենիայի այդ 400 միլիոն 400 մեգավատ ներդրումը, որը չարեցինք։ Իմ համար իմ ամենացավալին Անիֆի կործանման մեջ 25 միլիարդ պետական բյուջեն դնենք հələ մի կողմ, որը եւս խնդիր է եւ պետք է 25 միլիոն դուր ծեծվի, որպեսզի այդ 25 միլիարդ դրամը վերադարձվի, դա չքննարկվում թեմաների մեջ է։ Բայց մի այսպիսի հարց, ինչի մենք չկարողացանք Մազդարը անել, իսկ Ադրբեջանը արդեն արեց։ Ես Մազդարի տնօրենի հետ եմ շատ լավ ծանոթ, Աբու Դաբի եմ մեկնել Energy Conference-ին եւ մի փոքր նաեւ խոսել եմ։ Ինչի Հայաստանը առաջինն էր տարածաշրջանում, ով կարար ունենար 400 մեգավատ հզորությամբ արևային ալտերնատիվ էներգիա, 400 միլիոն դոլար ներդրումային պակետ, շատ մեծ, մենք բաժանել ենք այն երկու մասի, 200-200։ Եվ մի մրցույթը տեղի էր ունեցել, չէ՞։ Ընդ որում տեղի էր ունեցել այն դեպքում, երբ որ մենք ունեինք պետություն մասնավոր գործունեության մասին օրենքը, բայց մենք կառավարության որոշում արեցինք ուղիղ գնման համաձայնությամբ։ Լավ, արեցինք այդ գնումներին ա վերաբերում, թողենք մի կողմ։ Մրցույթ արեցինք, մյուս բաներ։ Ուր է այդ ծրագիրը։ Ուր են մարդիկ հանրությունով պահանջում է պետությունից, ասել ուր է մեր 400 մեգավատ արևային ներդրումային փաթեթը։ Արմեն Սարգսյանը թռավ ընդեղ, ձեռը սեղմեց, չգիտեմ ինչ արեց, եկավ պարոն Փաշինյանը հանդիպեց, կնքեցինք, ստորագրեցինք, արեցինք, ծախսեցինք, կերանք, խմեցինք, ուր է մեր արևային էներգիան 400 մեգավատ։ Լավ 200, որտեվ առաջին մրցույթը, ինչի Ադրբեջանը այսօր շահագործում է Մազդար Ադրբեջանը, իսկ Հայաստանը ոչ։ Դուք հասկանում եք, մենք ձեր այդ ամբողջ այսօրվա օրը խոսում ենք մի բանի մասին, որտեղ են խոստումները, որտեղ են կառավարության ծրագրի կետերը, որտեղ են կնքված պայմանագրերը եւ դրանց կատարողականները եւ չկատարողականի դեպքում պատիժները։ Ինչի չունենք պատժված մարդիկ։ Մի ծիծաղելի кейս ունենք Քերոբյան Վահանի Անի Իսպիրյանի մասով, Անի Իսպիրյանի շուտվանից պետք էր չնշանակել այդ պաշտոնի, նախ սկսենք այդտեղից, բայց դա արդեն պարոն Քերոբյանի եւ ղեկավարի վարչապետի հարցն է, որ դա երիտասարդ մասնագետներին ոնց որ պետական կառավարում մտցնելու ծրագիր։ Դա երիտասարդ մասնագետներին պետական կառավարում մտցման ծրագիրը չէր, դա Հայաստանի Հանրապետության Սփյուռքի մասնագետներին պետական կառավարման ապարատ մտցնել էր, բայց ոչ ղեկավարման օղակ։ Որտեւ այդ աղջիկը այնքան հեռու էր հայկական իրականությունից ու ղեկավար լինելուց, որքան որ ես օրինակ հեռու եմ տանկից, հիմա ֆիզիկապես, որ տանկի մեջ ինձ դնեք կարող է ավելի կմոտնամ, բայց ֆիզիկապես շատ հեռու եմ հիմա ցանկացած տանկից։ Այդքան այդ աղջիկը հեռու էր պետական կառավարման համակարգից, այն էլ ղեկավարող օղակից, այն էլ Անիֆից, այն էլ հանրային ներդրումներից, այն էլ PPP օրենքից, որը ուզում էր քանդեր չստացվեց, ասում եմ բրավո մեր թմին, Խաչատրյանն էր այն ժամանակ նախարարը, հիմա փոխվարչապետն է, Տիգրան Խաչատրյանը, Ավագ Հավանեսյան փոխնախարարն էր, հիմա ֆինանսների փոխնախարարը, ես վարչության պետն եմ, ունի հիանալի թիմ։ Բրավո այս ամբողջ թմին, որ մենք կարողացանք ստեղծել այնպիսի համակարգեր, որ Անի Իսպիրյանը չկարողացավ քանդել։ Հասկանում եք։ Դա միտումնավոր, այսինքն
Գիտեք ինչ կա ինձ համար միևնույն է մարդ իր ատգիտությունից թե միտումից է քանդում համակարգը։ Միևնույն է պիտի պատժվի։ Ինձ համար մտածված թե անմտածված գործողությունը, որը վնասում է պետությանը, պետք է պատժվի։ Ես 15 տարի կրտսեր մասնագետից աշխատում եմ պետական կառավարման համակարգում։ Երբ որ ես կրտսեր մասնագետ եմ, իմ վարչության պետը, որին ես տեսնում եմ շատ հազվադեպ, վարչության պետի մոտ մտնելու համար, ես պետք է շատ երկար արժանանայի այդ պատվին, իսկ այսօր բաժնի պետը մտնում է փոխնախարարի սենյակ, նենց է խոսում, ոնց որ ինքը թագավոր է։ Վարչության պետը մտնում է նախարարի մոտ, ինչ գործ ունի վարչության պետը նախարարի սենյակում, եթե կա փոխնախարար։ Ես իմ բաժնի պետից բացի չեմ տեսել իմ ղեկավար կազմին տարին մեկ անգամ կարող է մարտի 8-ին, որ կանանց շնորհավորենք, կամ նոր տարուն։ Գուցե այդ անմիջական շփումը ավելի լավ է։ Ոչ, ավելի լավ չէ։ Որտեղ բյուրոկրատիան հնարավոր է շատ ավելի վատ։ Սիրելիս գոյություն ունի բյուրոկրատիա, որը ոչ ես եմ ստեղծել, ոչ էլ դուք։ Այդ բյուրոկրատիան Նապոլեոնն է դեռ ստեղծել այն կոնստիտուցիայով, որով մենք բոլորս այսօր ապրում ենք։ Եվ կա մի բացարձակ ճշմարտություն։ Եթե դու ունես տեղակալ, դու շփվում ես իր հետ։ Տեղակալը ունի վարչություններ, ինքը շփվում է վարչությունների հետ։ Վարչությունները ունեն բաժնի պետեր, իրանք եւ այս աստիճանակարգի վրայով թռիչքը ստեղծում է լուրջ խզում կառավարման համակարգում, որովհետեւ երբ որ իմ սենյակ որպես փոխնախարար ես նստած եմ, մտնում է ինչ-որ մի հատ բաժնի պետ, աշխարհի ամենալավ մասնագետը, ու ինձ ասում է նախարարը ասել է այս բանը պետք է անենք։ Այդ խնդիր է։ Ոչ թե իմ որպես Գայանե Գաբրելյան ու իմ եսի, այլ պետական կառավարման համակարգ։ Չի կարա բաժնի պետը փոխնախարարին ասի ինչ պետք է անենք։ Հասկանում եք ինչ եմ ասում։ Նույնն էլ վարչության պետը եւ իր անձնակազմը։ Ես չեմ կարող խառնվել։ Ես վարչության պետի հետ եմ խոսում։ Վարչության պետը կատարում է այդ ինչպես ինքը գիտի, որտեղ նա մասնագետ է, վարչության պետերը, ես վարչության պետ եմ եղել։ Նախարարության հիմքն են, հենասյուներն են։ Եթե վատ վարչության պետեր են, դրանից նախարարությունը քանդվում է։ Հասկանում եք, փոխնախարարը ինքը մասնագիտական քաղաքական որոշումներ կայացնող ղեկավարի հետ իրա, նախարարի հետ իրա։ Մնացածը արդեն վարչության պետերի հետ է կատարվում։ Նույնն էլ վարչապետ եւ իր նախարարները, վարչապետ եւ իր փոխնախարարները։ Հաճախ լսում ենք, չէ՞ որ վարչապետը ասում է, ես էս ինչ բանին չեմ խառնվի։ Այտենց բան չկա կառավարման համակարգի մեջ, որ ղեկավարը ինչ-որ բանի չի խառնվի։ Այլ բան է, որ ինքը կպատվիրակի դա համապատասխան իր նախարարին կամ փոխվարչապետին կամ փոխնախարարին, որով դա կզբաղվեն։ Տեսեք, կառավարման համակարգը վերջոյի մասնագիտությունն է երկար տարիների, հատկապես պետական կառավարման համակարգը։ Եվ մի բան ես միշտ եմ ասում, ու այդ իմ ասածը միշտ լինում է, բացարձակ ճշտությամբ ժամանակի մեջ։ Նույնն էլ իմ շատ սիրելի եւ իմ կողմից հարգելի պարոն Քերոբյանի ժամանակ, ով չի հարգում բյուրոկրատական համակարգը եւ իր սեփական կանոնադրությամբ գալիս է պետական կառավարման համակարգը, պետական կառավարման համակարգը իրան դուրս է շպրտում։ Դա եղել է, կա եւ միշտ կլինի։ Ոչ մի երիտասարդ իր ամենակրեատիվ մտքերով ոչ մի չի կարողանա չհարգել պետական կառավարման համակարգը եւ բյուրոկրատիան։ Բյուրոկրատական համակարգը ավելի հզոր է, կշպրտի դուրս եւ ծայրերը չենք գտնի։ Այս գեղեցիկ նոտով էլ ավարտենք այսօրվա ոդքասթը։ Շնորհակալություն Գաբրելյան մասնակցելու համար։ Կհանդիպենք, ցտեսություն։